Առնվազն 24 մարդ է վիրավորվել Իսրայելի Էյլաթ զբոսաշրջային քաղաքում, անօդաչու թռչող սարքի հարվածից, երկուսի վիճակը ծանր է, դրոնը պայթել է հյուրանոցի մոտ։ Իսրայելը մի քանի անգամ փորձել է որսալ սարքը, բայց ապարդյուն։ Թել Ավիվը պնդում է, որ անօդաչու թռչող սարքը արձակել են Եմենի հութիները։ Հութիները դեռ չեն ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Ամեն դեպքում Նեթանյահուն կոշտ և ցավոտ հարված է խոստացել հութիներին։ Վերջին ամիսներին Իսրայելի ուղղությամբ պարբերաբար ԱԹՍ-ներ և հրթիռներ արձակող հութիները բազմիցս են հայտարարել, որ իրենք պատժում են հրեական պետությանը Գազայում անմարդկային գործողությունների համար։ Իսկ Գազայում 22 մարդ է զոհվել մի քանի ժամում, զոհերից 9 երեխաներ են, 6-ը կանայք։ Իսրայելական ռումբերը հատկապես գիշերն են ակտիվանում, երբ մարդիկ քնած են։ Անգամ ազդանշան չեն տվել, հարվածի պահին քնած էինք։ Ես կորցրել եմ որդուս, հարսիս, թոռներիս, եղբայրներիս, նրանց երեխաներին։ Ես իմ 4 երեխաներին եմ կորցրել։ Չնայած ՄԱԿ վեհաժողովում գրեթե բոլոր երկրները դատապարտում են Գազայում խաղաղ բնակչության դեմ Իսրայելի գործողությունները, կոչ անելով Նեթանյահուին կանգ առնել, Թել Ավիվը ոչ միայն չի նահանջում Գազայում, այլև մեծացնում է նոր ռազմական բախումների հավանականությունը տարածաշրջանում։ Իսրայելական տանկերը մտել են Սիրիայի հարավ-արևմուտքի գյուղեր, բայց սա կարծես չի անհանգստացնում Սիրիայի անցումային կառավարության ղեկավարին։ ՄԱԿ վեհաժողովում իր առաջին ելույթի ժամանակ Ալ-Շարաան վստահեցրել է, որ Իսրայելի հետ անվտանգության շուրջ բանակցությունները խոստումնալից են և մոտ ապագայում կարող են համաձայնագիր կնքել։ Սիրիան երկխոսությամբ և դիվանագիտությամբ կհաղթահարի այս ճգնաժամը։ Մենք խոստանում ենք պահպանել Իսրայելի հետ 1974 թվականին կնքված համաձայնագրով ստանձնած հրադադարի պարտավորությունները և կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել մեզ տարածքային ամբողջականությունը պահելու հարցում։ Այսօր Սիրիան վերակառուցվում է, ստեղծելով նոր պետություն։ 2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում Ալ-Շարաայի իշխանության գալուց հետո է Իսրայելը ընդլայնել իր ռազմական ներկայությունը սիրիական տարածքներում, ուժեր տեղակայելով բուֆերային գոտիներում ու օդային հարվածներով ոչնչացնելով սիրիական զինանոցի մեծ մասը։ Մարիամ Ամերջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։